Մեր փրկին Տեր Հիսուս Քրիստոսի անունով գողջունեմ ձեզ սիրելիներ, ուր որալ գտնվիք, որ երկիրի մեջ, որ քաղաքի մեջ, Տերը ձեզ օրհնե, մինչ ամեն ուրբաթ Աստծո խոսքը գսերդենք, Տերոջ օրհնությունը, խաղաղությունը, անոր ներկայությունը ձեր կյանքերը ջոխացնե եւ միշտ իրմով հուսալից ըլլակ։ Նաեւ ուրախ ենք, որ երկորեն մայիս 11 մայրերու դոնն է, գշնորհավորեմ բոլոր մայրերը, մեծ մայրերը, անոնք որոնք զիս կընտրեն, թող Տերոջը օրհնությունը հանգչի ձեր վրա, Աստված ձեր աղոթները պատասխանե եւ միշտ իրմով ուրախ ըլլակ։ Տերոջը շնորհքով պիտի շարունակենք առաջին Կորինթացոց 14-րդ գլուխը, ուրեմն առաքյալը Կորինթոսի մեջ գտնվող գարկ մարդոց խոսք գճանա հասկացնել, անոնք որոնք գրաբաշխտեն քրիստոնեություն դարձած էին, բայց գարկ անգարկություններ գնեն եկեղեցի մեջ եւ առաքյալին լուր հասավ, առաքյալ այս նամակը գկրե եւ հոս անցյալ ուրբաթ տեսանք թե ինչպես Բողոս օրինակներով գխոսի անոնց, որբեսի այդ անհասկանալի լեզուներու երևույթը թատրեցնեն եւ հասած ենք 9-րդ համարը։ 9-րդ համարը գսե նույնպես թուք ալ եթե լեզվով բացահայտ խոսք չզրուցեք, խոսվածը ինչպես պիտի հասկացվի, բասնզի օդին խոսողներ պիտի ըլլակ։ Առաքյալը գսե թե երաժշտական այս կորձիկները, որոնք իբր օրինակ ներկայացուցի, ցեզի վերակրելի են։ Բողոս ըսել գուզե թե ցեզի միտքս հասկացնելու համար այդ օրինակները գբերեմ։ Նախորդ հատվածի մեջ անգենթան փարը կորձածեց 7-րդ համար, այսինքն երաշտական կորձիկներու մեջ կյանք չկա։ Եթե կյանք չունեցող իրեր պետք է որոշ ցայներ դան լսողները զանոնք հասկանալու համար, ուր գմնա հավատացյալը, որում մեջ կյանք կա, Քրիստոս կաբրի եւ Սուրբ Հոգին գկործե։ Հետևաբար, երբ եկեղեցին գհավաքվի ու մեկը գուզե բամը խոսիլ, պետք է խոսվածը հստակ, մաքուր ու հասկանալի դառնա, որբեսի լսողները օգտվին, այլապես առաքյալը գսե օդին խոսող գլլակ։ Երբ պարգևներու նյութը գուսումնասիրենք, ինչ որ մենք այդ գնենք, արմադական սերտողություն է զոր գկատարենք եւ ցեզի կներկայացնեմ։ Ուրեմն երբ այս նյութը պարգևներու նյութը գուսումնասիրենք 12-ին 14-րդ գլուխներու մեջ ցայդուն գթարնա արևենալ բայցար, որ լեզուներու պարգևը ոչ միայն եկեղեցի մեջ անօգուտ է, անոր շինության չի նպաստել, այլև առաքյալը զայն կներկայացնե հետևյալ խոսքերով եւ ցեզի 12 գետեր պիտի ներկայացնեմ, ծեր ուշադրության հանձնեմ, որ ցույց կուտա այս բարգևին ինչպեսի ըլլալը։ Առաջին լավակույնը չէ 12:31 միշտ առաջին Կորինթացոց քիրքին մասին է խոսքը։ Ուրեմն 13-րդ գլուխ 31-րդ համար լավակույնը չէ գսե առաքյալը։ Երկրորդ մարդոց չի խոսիր 14:2-3 Երրորդ բիդի թաթարին 13:8 այսինքն 13-րդ գլուխ 8-րդ համար բիդի թաթարին այսինքն մարգարեությունը եւ գիտությունը պիտի խափանին, երբ գադարյալը կա, իսկ լեզուները պիտի թաթարին, երբ նպատակին ծառայեն։ Չորրորդ Եփեսացոց նամակի եկեղեցին շինության համար մնայուն բարգևներու մեջ զայն չէ զետեղած
Սուրբ Հոգյով ներշնչված առաքյալը։ Մենք կհավատանք, որ Պողոս առաքյալ Սուրբ Հոգյով ներշնչված քրեց իր բոլոր նամակները եւ հոն Եփեսացված նամակի մեջ եկեղեցին շինության համար բարգևներ գիհիշե այդ բարգևներում մեջ լեզուներու բարգևը կոյություն ունի 5-րդ անցին շինություն գնե 14:4 այսինքն ինքզինք գանչադե եկեղեցի պաշտամունքի ընթացքին Սուրբ Հոգին որ եկեղեցի մեջ եւ միջոցով գործե ինք այդ մտնոլորդեն դուրս կմնա 6-րդ բայց մանավանդ եւ ավելի աղեկ չէ 14:5 7-րդ անօգուտ եւ օթին խոսող է 14:6 եւ 9 համարները 8-րդ ուրիշը չի մանար եւ ամեն չի գրնար ասել 14:16 որը պիտի հասնենք մենք 9-րդ համարն է որ գսերդենք 9-րդ փարփարոս եւ անհաղորդ գլլա 14:11 10-րդ եթե թարգմանող չգա լուր թող գնա գսե առաքյալը 14:27-28 11 բարգևներու շարքին ամենեն հետինը հիշված է 12:28 13-րդ անբդուղ է 14:14 ուրեմն կտեսնեք լեզուներու բարգևը ինչպես կներկայացնե առաքյալը եւ մեր մեկմած համարի մեջ կսե եթե մեկը լեզվով բացահայտ խոսք չզուրուցե խոսված է ինչպես պիտի հասկացվի ուստի որովհետեւ չի հասկացվի օթին խոսող պիտի լա գարտանք 10-11 համարները գսե ահա աշխարհի մեջ այնքան դեսակ ցայներ կան եւ անոնց մեկը առանց նշանակության չէ ուստի եթե այն ցայնի զորությունը չգիտնամ ես խոսողին փարփարոս մը պիտի ըլլամ խոսողն ալ ինձի փարփարոս մը պիտի ըլլա ասել գուզե առաքյալը թե աշխարհի մեջ քանի լեզուներ կան որոնք կկործածվին զիրար հասկանալու համար հասկանալի լեզվին զորությունը իմաստին մեջ է ուստի եթե ես չհասկանամ ինչ որ թիմացինս գսե զիրար չհասկանալով ան ինձի համար եւ ես ալ անոր համար փարփարոս կդառնամ առաքյալը դագավին ինչ ասելու էր որ չսավ ինչ օրինակներ գրնար փերել որ չփերավ որբեսի գորոնտացիք հասկանային թատրեցնելու համար եկեղեցի մեջ անհասկանալի լեզուներով խոսիլը ինչ որ գրաբաշներուն մեջ գնային Աստուծո փառք ունենք սակայն որ գորոնտացիք այս նամակը երբ որ գարտացին հասկացան ցավալի երևույթը այն է որ հավասագշրութենե դուրս ելած մարդիկ չեն ուզեր հասկանալ ու միտքերնին փոխել ճիշտ ավանտաբաշտ փարիսեցիներուն նման Գարտանք 12-13 համարները գսե նույնպես դուք ալ որովհետև հոգևոր բարգևներու նախանցավոր եք եկեղեցին շինության համար խնդրեցեք որ ավելնակ նույն բարգևներով անոր համար ան որ օդար լեզվով կխոսի աղոտ թողնե որ թարգմանե օդար լեզվով իր շուրջիներուն որ անհասկանալի է հետևաբար որբեսի շուրջինները հասկանան ան որ գաղոթե կամ գխոսի պետք է թարգմանվի առաքյալը այս խոսքերով դարձյալ զիրենք ավելի աղեգին գարաչնորդ է այս գլուխի մեջ 5 անգամ գգրտնե եկեղեցին շինության համար խոսքը ցույց տալու համար այդ շինության նպաստող բարգևներուն անհրաժեշտությունը եւ գթելաթրե թե ան որ ներկաներուն հասկացած լեզվով չի խոսիր թող աղոթե որ Աստված իր խոսածը
թարգմանելու ընդունակությունը շնորհե, որպեսզի լսողները հասկանան, ամեն ասեն ու օրհնվին։ Աստված կուզե, որ մենք հասկանանք, այս պատճառով մեզ ստեղծեց, որպեսզի փանագանություն եւ միտք ունեցող, որպես փանագանություն եւ միտք ունեցող էակներ ստեղծեց։ Մարգարեն գսե Երեմիա 27-րդ համար. Զիս համոզեցիր, ով դեր, ու ես համոզվեցա։ Ինչպես համոզեց, հասկանալի լեզվով։ Գարտակ 14-ին 15 համարները։ Քանզի եթե ես աղոտ կնեմ օդար լեզվով, իմ հոգիս աղոտ կնե, բայց միտքս անբդուղ է։ Ուրեմն ինչ է, աղոտ կնեմ հոգիով, աղոտ կնեմ մդարությամբ ալ։ Սաղմոս երկեմ հոգիով, սաղմոս երկեմ մդարությամբ ալ։ Այստեղ առաքյալը Գորընթացիներուն սխալ պատկերացումներուն գբադասխան է, որոնք գուզեին լեզուներու բարգևը ունենալ, որբեսի ցույց տան, թե իրենք այս մեծ բարգևին դիրացած են եւ զայն չունեցողներուն նման չեն աղոթեր, որովհետեւ անոնցմե ավելի հոգևոր են, մինչդեռ Սուրբ Հոգին բարգևը օգուտի համար դված է եւ ոչ թե ցուցադրության եւ բարձանքի համար։ Անոնց սխալ ըմբռնումը այն էր, որ աղոթելը մարգարեության նման բարգև մնե, ինչպես միշտ գտնված են մարդիկ, որոնք եկեղեցին աղոթաժողովներուն չեն աղոթեր եւ ինքզինքնին գմխիթարեն ասելով, դերը ինձի աղոթելու բարգևը դված չէ, ինչ մեծ սուտ մխիթարություն։ Աղոթողը պետք է գիտնա, որ Սուրբ Հոգին աղոթողին միտքի մեջ նյութեր եւ խորհուրդներ գտնե եւ ան այդ խորհուրդները լեզվով բարձրացային գարդահայտե ու այսպես Աստծո հետ գաղորդակցի եւ լսողներուն շինություն գուտա, օրհնություն գլա, օգուտ գլա։ Այս է հոգիով աղոթելը։ Երբ աղոթողը չի հասկանար ըսած խոսքերը, ինչ հիման վրա պիտի հաղորդակցի։ Սուրբ Հոգին աղոթողին խելքի մեջ ու լեզվին վրա անհասկանալի խոսքեր գտնե, վասն ինչի, որպեսզի աղոթողը լավ զգա։ Առաքյալը հավատացյալներուն լավ զգալու համար միջոցներ չի թելադրեր, նյութը այդ չէ, ան գխոսի շինության մասին եւ շինությունը կգադարվի, երբ նյութը հասկանալի է։ Հետևաբար, երբ եկեղեցին մեկտեղ կհավաքվի, անոր նպատակը հստակ ու որոշ պետք է լա։ Այդտեղ աղոթողին ու Սաղմոս երկողի միտքը մասնագից դառնալու է Սուրբ Հոգին հետ։ Այլապես թե ինք եւ թե զինք լսողները անբդուղ պիտի մնան։ Այսինքն այդ աղոթքը եւ Սաղմոսը շինության աճման պիտի չնպաստեն։ Այս ճշմարտություն է թե եկեղեցական եւ թե անձնական կյանքի մեջ։ Առաքյալը ինչ հստակ բացատրություն կուտա, ասկե ավելի հստակ բացատրություն կարելի չէ երևակայել, որպեսզի այդ անկարգություն ընողները եկեղեցի մեջ խոսք հասկանան եւ խելոք մնստին եւ աշխատին իրենց շուրջիներուն օգտակար դառնալու։ Եթե դերը գամի, քալ ուրբաթ պիտի շարունակենք 16-րդ համարեն։ Դերը ձեզ արադապես օրհնե եւ օրեօր աստվածային ճշմարտություններու առնչությամբ ձեր հավատքը ամուր հիմերու վրա շինվի եւ առողջ քահապարներ գազմեք թե Աստուծո մասին եւ թե անոր կորձերուն մասին եւ փառք կուտանք, որ Աստված իր խոսքի միջոցով ամեն բան հայտնած է։ Հետևաբար ան որ գուզե հասկանալ պիտի հասկանա։
Ձեզ Աստուծո շնորհքին գանցնեմ, ըլլակ միշտ ուրախ եւ խաղաղ, իբարս երրորդության ամեն